Ես հարցազրույցի եմ հրավիրում հարգարժան Էդգար Էլբակյանին։ Էդգար, շատ հետաքրքիր տարազով եք դուք այս պահին եկել, խորհուրդ ունի իր մեջ, եկեք դրանից սկսենք։ Սա Սասունի պատմական տարածքն է, Սասունին ու Արցախին միավորում է այն, որ Անի միասնական թագավորության, հայկական թագավորության անկումից հետո դրանք այդ թագավորության բեկորներն էին։ Սասունը որպես վերջին իշխանապետություն Արևմտյան Հայաստանում մինչև 1915 թվականը եւ Արցախը Հայաստանից այս արևելքում ընդհանուր մինչև 2023 թվականը։ Այս պայն ժամանակահատված երկուսն էլ անկում են ապրել, բայց բառի իմաստով սրանք Անիի բեկորներն էին Միացյալ Հայկական թագավորության եւ դրանով էլ բացատրվում է եւ Սասունի եւ Արցախի այնտեղի բնակիչների եւ առասարակ դրանց պատմական կերպարի հանդեպ մեր թշնամիների այչափ սևեռվածությունն ու ատելությունը խոսքը Անկարայի, Բաքվի եւ Հայաստանի դե ֆակտո թուրքական իշխանությունների մասին է։ Էդգար, Արցախցին այլևս անկարող եղավ դիմանալ այն ծանր պայմաններին, որ եւ բարձրացրեց իր ձայնը։ Փաստորեն այսօր մենք մի շատ ցավարի միտք ենք բարձրաձայնում, որ Արցախցին մայր Հայաստանում գոյաբանական խնդրի առաջ է կանգնած։ Ես կխնդրեմ հանրահավաքի այս տեսանկյունից հանրահավաքի խորհրդին անդրադառնալ։ Մենք բոլորս ենք գոյաբանական խնդրի առաջ Հայաստանի Հանրապետությունում, ամենախոցելին իհարկե արցախցիներն են։ Սոցիալական եւ ազգային խնդիրները հայության դեպքում միահյուսված են։ Եթե հիմա մարդիկ այստեղ խոսում են օրինակ բնակվարձի պետականորեն փոխհատուցման մասին, դա նույնպես հայկական դատի, հայկական ազգային հարցի մաս է, որտեղ եթե Հայաստանի Հանրապետությունը վատ իմաստով դատարկվում է արցախցիներից, ապա թուլանում է արցախյան պահանջատիրությունը։ Արցախյան պահանջատիրությունը հայկական մեծ պահանջատիրության մի դրվագն է։ Ի վերջո մեր դժբախտությունները շատ ավելի քիչ կլինեին կամ չէին լինի, եթե դեռ 20, 30, 40 տարի առաջ հասկացած լինեինք, որ Ղարաբաղյան հակամարտությունը լոկալ հակամարտություն չէ, հայ-թուրքական մեծ հազարամյակ տևած կոնֆլիկտի մի արարն է։ Ավելի ճիշտ մոտեցում կվարվեր եւ պետականորեն եւ հանրային ընկալումների առումով։ Այնպես որ մենք այստեղ բոլորս հայ դատի, հայկական հարցի պայքարի համար ենք։ Ինչ է կարծում, հնարավոր է, որ երկար դադարից հետո պայքարը Հայաստանի փրկության համար, Արցախ վերադառնալու համար կարող է սկսվել, որովհետև բավական այսպես ընդդիմադիր պայքարը փոքրինչ այսպես ընդհատվեց, տարբեր իրողությունների առաջ կանգնեցինք, պայքարը լիարժեք տեսք չստացավ։ Այս պայքարը արցախցիների ոտքի ելնելով հնարավոր է, որ իսկապես սկսվի ի պաշտպանություն Հայաստանի պայքարը, որտեղ հիմա Սյունիքն է վտանգի առաջ։ Գիտեք, ոնց որ Ղարաբաղյան խնդիրը 1021 թվականից սկսած հայ-թուրքական հակամարտության մի մասն է, այնպես էլ այս ամեն ինչը, ինչին որ մենք տարիներ շարունակ մասնակցում ենք, որ սկսվել է 20 թվականի նոյեմբերից առնվազն, դա հայության ազգային ազատագրական պայքարի նոր փուլն է։ Ստացվել է այնպես, որ ազգային ազատագրական պայքարը երկրի ներս է տեղափոխվել, որովհետև երկիրը գրավված է թուրքական իշխանությունների կողմից։ 20 թվից ամենատարբեր պայքարի ձևեր են եղել, ուժերի միավորումներ, դուք նշեցիք հիմա կոնկրետ այս պահի նեղ դրվագը այդքան էլ մխիթարական չէի անվանի եղած վիճակը, բայց նաև կոչ կանեի սա դիտարկել այս երկար 20 թվականից սկսած տևողության մեջ, ովքեր որ այդ հանձնառությունը կունենան մինչև վերջ այս պայքարի մեջ մնալով, կմնան, ովքեր դուրս կգան, կհայտնվեն միգուցե նոր անձինք, նոր դեմքեր, նոր ուժեր, կամ կհամալրվեն հին ուժերը նոր անձանցով։ Սա դինամիկ պրոցես է, այո, ես մի փոքր ձեր հարցի մեջ եղած չասեմ վհատություն, բայց
մտահոգվածությունը կիսում եմ, որովհետև ներընդդիմադիր վիճակը օտար լեզվով ասած оставляет желать лучшего, այդքան էլ լավ չէ։ Թող ուրեմն այսօրվա միտինգը որպես խորհրդանշական ազդակ լինի դաշտին, որ այստեղ մեծավ մասամբ համակված են Իսպայն Հայաստանում բնակվող, ես ասեցի բոլորս են գոյաբանական վտանգի տակ, բայց ամենախոցելի մարդիկ։ Հիմա ես էլ ասω, եթե այս մարդիկ այդքան խտրականության քարոզի, ատելության քարոզի, սոցիալ-կենցաղային դժվարությունների, ցեղասպանության բռնագաղթի մեջով անցած լինելով ուժ են գտնում այստեղ լինելով։ Իրենց համերկրացիներին թասիբի կոչ մեկ եւ առաջնորդելով հավակնություն, հանձնառություն ունեցող ուժերին ավելի մեծ խոհունություն եւ հասունություն ունենալու կոչ, որ կա պատասխանատվություն այս մարդկանց եւ ոչ միայն այս մարդկանց ամբողջ ժողովրդի առաջ։ Բոլորը թող այս տեսանկյունից իրենք իրենց գործերին հաշիվ տան։